Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 2-ի համար տարվա բոլոր ծնված նշանների համար։ Օրը երեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը նվեր եք պատրաստելու ինչ-որ մեկի համար կամ դուք կարող եք նվեր ստանալ։ Ոչ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան դանդաղում է, կամ նաև ոչ է քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո այդ քայլը արեք, միշտ ապեք։ Նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ, հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ, երջանիկ կլինեք, ինչ-որ բան է ձեզ երջանք ասելու և տանը առիթ է։ Կամ կարող բնակարանամուտ եք նշում նվեր են բերում ձեզ, կամ ինչ-որ առիթ է։ Տան հետ կապված ոչ է հարցեր են, որոնք որ երեկոյան պետք է լուծեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերն են, ամսվա ծնվածների հետ մի խառնեք, հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նորություն կլսեք և հաջողություն ունեք ձեր գործերում այդ օրը, բիզնեսում, այն ինչ որ կանեք։ Այսքան ուրիշ ոչինչ չունեք, չնայած էլի լավ բաներ են։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։
Ինչ է սպասվում Վագրարին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի Վագրեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, դա կարող է լինել նաև ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք այդ քայլը։ Բացի դա էլ դա ինչ-որ բան է դանդաղում, միգուցե այնտեղ եք երկար մնալու, սպասելու ինչ-որ բանի։ Գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք այդ օրը, եւս էլի սպասման մեջ եք։ Գուցե առավոտից գնում եք այստեղ, այնտեղ եւ սպասում եք մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ։ Եվ հանդիպում կամ շփում նաեւ ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը տան հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, հնարավոր է նաև առիթ է, հնարավոր է նաև ինչ-որ բաներ եք կանում տան հետ կապված։ Ոմանք կարող են վիճել, ոմանք կարող են տուն մաքրել, նաև կարող բորկա եք սկսում։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, հնարավոր է նաև երեկոյան ուշ եք գալիս տուն, նամակագրական կապի մեջ կարող եք լինել ինչ-որ մեկի հետ, կամ փաստաթուղթ ստանալ, տեղեկատվություն նույնպես։ Եվ ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, կամ դուք անեք, կամ կարող սիրահարվել, ձեզ սիրված զգալ, ինչ-որ այստեղ ամենայն դեպս հաջողակ գնում կարող եք կատարել, հաջողակ նվեր կարող եք գնել, եւ կարող է մաչելի է եւ համապատասխանում է ձեր ուզածին, այն ինչ որ դուք փնտրում եք, շատ արագ կարող եք գտնել, կարող դրա համար եք, կամ ձեր սիրելիի համար եք միգուցե գնում, եւ այստեղ վեճը եւս, նույնպես պետք է ուշադիր լինեք, որ ձեր սիրելիի հետ չվիճեք։ Այսքանը ձեզ համար, կամ նաեւ եթե դուք եք նվեր ստանում, ապա դա եւս, ձեր սրտով կլինի այդ նվերը։ Ինչ որ հաջողություն կարող է լինել, որը ձեզ համար ոչ թե ֆիզիկական նվեր է, այլ ուղղակի ինչ որ հաջողություն, պես
նվեր որպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոմանք աշխատանք կգտնեն, ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք հարցազրույցի կողեն գնալ աշխատանք շատ ունենակ, բիզնեսը ծաղկի կամ շատ լինի պատվերներ, զբաղվեք դրանով, նաև ոմանք ունեն պետական աշխատողի հետ հանդիպում, գումար կստանաք այդ օրը, հյուր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, կարող նաև հուզվել, միգուցե գումարից է, միգուցե հյուրից է, ինչ-որ մի բան է, որ ձեզ որից կարող հուզվել։ Ոմանք ունեն թաքուն եռանկյուն հարաբերություններ, ոմանք թաքուն սիրային հարաբերություններ, գաղտնի, ոչ ոք չգիտի։ Եվ իհարկե սա գաղտնի ինչ-որ գործողություններ են, որոնք որ անում եք դուք։ Եվ նորություն կլսեք այդ օրը եւ հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ինչ որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Եվ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ուրիշ բան չկա։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 2-ին։
Հարգելի ջիեր, այդ օրը եթե գումար են տալու ձեզ, ապա կամ խոստանան, որ գումար են տալու, չեն տա, կամ ուշադիր եղեք, հաշվեք անպայման գումարը, որտեղ կարող է պակաս տան։ Հանդիպում ունեք այդ օրը, ոչ է գաղտնիք կբացահայտվի, գուցե նաև դա է, ինչ որ գումարի հետ է կապված, կամ կիմանաք, թե ինչու գումար չեն տալիս, այդպես։ Ոմանք ժամադրություն ունեն այդ օրը, սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, նաև հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ եւ իհարկե երեխաների հետ կապված որևիցե իրադարձություն է կամ ձեր կամ միգուցե ընկերոջ կողբերում է ձեզ մոտ թողնի, որպեսզի ինչ որտեղ գնա եւ նման այլ հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այցերի։ Ինչ է սպասվում այցերին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը հյուր կամ կընդունեք կամ դուք կգնաք հյուր։ Դա համար կարող եք տուն մաքրել կամ սա նաև վեճ է։ Երրորդը ցավոք սրտի չեմ, գտամ, տանը առիթ ունեք կամ ձեր տանն է կամ պետք է գնաք այդ առիթին, երևի դա է, դա համար հյուր է ցույց տալիս ավելի շատ։ Ուզում եմ ուրիշ բան էլ չեմ բաց թողել։ Այսքանը ձեզ համար, դե թե բաց եմ թողնում գրեք ինչ-որ բան, չնայած եթե մոտեցնեք կտեսնեք վրան գրված է այս քարտերի ինչ-որ նշանակություններ համենայն դեպս կարողանաք պատկերացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը սուտ կա, ուշադիր եղեք, նաև կարող եք վիճել ստի պատճառով։ Ամենայն դեպս ուշադիր եղեք։
Այդ օրը նաև ոմանք կարող են սիրահարվել կամ ձեզ սիրո խոստովանություն անեն, դուք անեք, մյուս կողմից ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, որ ձեզ սիրված զգաք, բայց սա նաև ուշադիր պետք է լինել, կարող է սիրելիին է վերաբերվում, սուտ կա, վեճ և բաժանում։ Հստակ ովքեր որ ունեն երկրորդ կես, այստեղ նման բան կա, նշմարվում է այստեղ, այնպես որ ուշադիր պետք է լինեք։ Իսկ ոմանց համար ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, որից որ ձեզ լավ կզգաք, կամ շրջապատը այդ օրը կարող են ձեզ լավ վերաբերվել, դե սուտը կարող է ինչ-որ մի ուրիշ տեղ է։ Եվ ուշադրություն դարձրեք նաև այդ օրը ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը գաղտնիք կբացահայտվի որևէ ինչ-որ հնարավոր է աշխատանքի հետ է կապված, հնարավոր է նաև ոչ, չեմ ուզում կապել։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան աշխատանքում հաջողություն, բիզնեսում հաջողություն կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բաներ են, միգուցե աշխատանքի աշխատողների հետ է դա կարող է կապված, ներսում ինչ-որ տեղեկատվություն, ինչ-որ բան է բացահայտվում։ Եվ նաև հրավերք որևէ առիթի, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք կարող այդ առիթին սիրված գան, միգուցե դուք եք առիթ ստեղծում ձեզ համար, սիրո խոստովանություն, ձեր հարազատների հետ կլինեք կամ տանը սեր կիշխի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 2-ին։
Հարգելի շներ, այդ օրը ինչ որ մի բան կարող է ձեզ այնց գնալ, ինչ որ մեկը նաև կարող է ձեզ գնալ, բայց հաղթանակը ձերն է, ոնց որ ուզում եք դա կամ իօգուտ ձեզ է դա, որ գնում է կամ ինչ որ մի բան կարող եք տալ ինչ որ մեկին, որ եւս էլի լավ կավարտեք, լավ արած կլինեք, այդպես։ Որը չէ հնարավորություն ձեր ձեռքից այդ օրը կարող եք բաց թողնել։ Ոմանք սիրո խոստովանություն կստանան, սիրո խոստովանություն կանեն, նաև գրոպե, ինչ որ լույսս քիչ է։ Ահա, նաև սիրո խոստովանություն կստանաք, ասեցի ոնց որ թե ձեզ սիրված կզգաք, միգուցե այն ինչ որ գնում է ձեզանից, որ լավ է գնում, ձեզ դուր է գալիս եւ շրջապատված կլինեք նաեւ ձեր սիրելիներով։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հնարավոր է դա ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է, որ պետք է գնաք, ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ ձեզ մոտ կգան, յուրաքանչյուր քայլ անելուց այդ օրը երկար մտածեք, նոր հետո արեք, բացի դա էլ սա ինչ որ բան է կանգնած, դուք եք գնում, ինչ որ միտեղ երկար մնում, ինչ որ կամ սպասում։ Եվ այդ օրը ոչ այդ տեղեկատվություն կստանաք, հնարավոր է նամակագրական կապի մեջ եք լինում, հնարավոր է փաստաթուղթ եք ստանում, փաթեթ, այն ինչ որ պատվիրել եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 2-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը կամ շուտ եք արթնանալու կամ կարող եք քնած մնալ, ուշադիր եղեք, օձեր կան, բամբասանք, խոսակցություն, չար լեզուներ, ոմանք նաև կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անել կամ դուք անեք սիրո խոստովանություն, նաև ձեզ սիրված կզգաք, ձեզ կարող է, հա, հարազատների մեջ եք ինչ-որ մեկը օծություն է անում կամ տեսնում են, որ կողքինները ձեզ հետ լավ են իրենք, հա, սկսում են օծություն անել, նախանձել։ Այդ օրը գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք կամ արժեքի մասին կխոսեք ինչ-որ մեկի հետ, նաև այստեղ ինչ-որ հեռացում է, ինչ-որ մեկից բաժանում կամ ինչ-որ մի բան կարող է գնալ ձեզանից կամ թեկուզ ժամանակավոր ինչ-որ մեկից կարող եք բաժանվել։ Հույսով լցված եք, հույսով սպասում եք, հեռախոսազանգ կստանաք կամ դուք կզանգահարեք եւ ոչ թե փաստաթուղթ է տեղեկատվությունը ինչ որ մի բան կստանաք, որ նաեւ նամակագրական կապի մեջ եք լինում ոմանց հետ, նաեւ սա փաթեթ է, ինչ որ բան եք պատվիրել, կարող են բերել արդեն այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։